Նոր Նախիջևանի և Ռուսաստանի հայոց թեմի Հովանու ներքո գործող հայորդաց տուն հայեցի դաստիարակության կենտրոնի Գավիթ անունով թատերական խումբը երկար պատմություն չունի։ Թատերական խմբի ռեժիսոր Համլետ Ղալեջյանն ասում է, որ Եզրասրբազանի հետ զրույցի ժամանակ որոշվել է խմբի անունը դնել Գավիթ, այն բացատրությամբ, որ մարդիկ եկեղեցի մտնելիս նախ Գավիթում են լինում, խաչակնկվում, ապա առաջ գնում։ Խումբն էլ փոխաբերական իմաստով դառնալու է այն Գավիթը, որտեղ մարդիկ մտնելով լույս են տեսնելու։ Եկեղեցու Հովանու ներքո գործող թատրոնը 4 տարվա ընթացքում հասցրել է բեմադրել աստվածաշնչյան պատումներ, Թումանյանի հեքիաթները, կրկեսային ու հումորային համարներ, որոնք հիացրել են շատերին։ Տարեմուտի հանդիսություններին հավուր պատշաճի պատրաստված խմբի համար փոքր էր դպրոցի դահլիճի բեմը։ Ձմեռ պապիկ, Հաչնազարի ու կատուների ուրախ արկածները ներկայացվեցին Լենինգրադյան պողոտայի վրա գտնվող Ռոմեն թատրոնում։ Նազարը բողոքում է, որ Մոսկվան ցուրտ ու խոնավ քաղաք է և ցանկանում է շուտ հասնել հարազատ գյուղը, լինել Լուստիանի կողքին։ Մի զարկով 1000 ջարդող Նազարը, սակայն չար կատուների կապանքներից դեռ պիտի ազատեր Ձմեռ պապին ու Ձյունանուշին, ինչի համար հեքիաթների աշխարհից նրան կախարդանքով դուրս էին բերել 3 նազենիները։ Իր երկարատև ու ծիծաղաշարժ փռշտոցով չար կատուներին հաղթած Նազարը համերաշխություն է հաստատում։ Այս խմբի ոսկե հատիկն արդեն գտնված է, դեռ շատ առիթներ ենք ունենալու նրանց տաղանդով հիանալու, ասում է հայորդաց տուն հայեցի դաստիարակության կենտրոնի հոգևոր տեսուչ Տեր Առաքել Քահանա Ամիրյանը։ Ծափահարությունների ներքո փոքրերն ու մեծերը ծաղկեփնջերով ու հիացական խոսքերով են ճանապարհում հայորդաց տուն հայեցի դաստիարակության կենտրոնի Գավիթ թատրոնի դերասաններին ու գեղարվեստական ղեկավարին։